Բարև ձեզ, անունս Ռոման է, ու եթե ինձ չեք ճանաչում, ես արդեն 7-րդ տարին է ընտանիքով ապրում ենք այստեղ Չինաստանում։ Առավոտյան ժամը 9-ն է համարյա։ Հայաստանում հիմա ժամը 5-ն է, ու ես գնում եմ դեպի աշխատանք։ Այսօր շաբաթ օր է, բայց ես հիմնական շաբաթ ու կիրակի օրերն եմ աշխատում։ Ձեզ էլ հետը ստանելու եմ։ Ու թե այսպես տեսանյութի միջոցով, թե իրական ձևով կարող է ձեզ էլ բերեմ Չինաստան, այնց որ այսօր մնացեք էկրանների առաջ, ժողովուրդ, այս տեսանյութը միջև վերջ նայեք, հաստատ լիքը հետաքրքիր բան եմ պատմելու ու ցուցադրելու։ Գնացինք։ Վերջացրինք աշխատանքը, լքում ենք աշխատանքի վայրը, մտնես ստուդիան, օֆիսի, ամեն ինչ նորմալ է, գնացինք։ Bye bye. Did you scan? Go. Oh, you're waiting for Didi? No, it's Insta. Bye bye. 360. Let's go. Let's go. Listen, come on, cannot. It's possible. Բարև ձեզ։ Hello, sir. Привет. Пока. Bye. Bye bye, Alex. Այս 2 թե 3 տարի է, ինչ էս ալիքը գոյություն ունի, ժողովուրդ։ Ինձ ամենահաճախ տրվող 2 հարցերն են։ Առաջինը, ինչպես կարող ենք երկարաժամկետ տեղափոխվել Չինաստան։ Երկրորդը հավանաբար ամենահաճախ տրվող հարցերից, թե կոնկրետ ես ինչպես եմ տեղափոխվել ու ինչով եմ զբաղվում այստեղ Չինաստանում։ Այսօր պատասխանելու եմ այս 2 հարցերին, ժողովուրդ ջան, այնպես որ մի հատ պաուզայի տվեք, գնացեք ձեր սուրճը ամեն ինչը դրեք։ Պատրաստվեք, եկեք նստենք ու գնացինք։ Քանի որ ձեզ խոսք էի տվել, պատմեմ, թե ինչպես կարող եք գալ Չինաստան։ Եկեք մինչև Չինաստան գալը, ձեզ մինուսների մասին մի քանի բան ասեմ, հետո կպատմեմ արդեն տարբերակները։ 3 տարբերակ կասեմ, 3-ից մեկը միաժամանակ ամենահեշտն է ու ամենաբարդն է։ Լավ կհասկանաք, դա վերջում կասեմ։ Հիմա մինուսների մասին, դա առաջի ամենամեծ մինուսը, ժողովուրդ, դա լեզվային բարիերն է, լեզվային խոչընդոտն է, թե ձեր իմացած լեզուներից ոչ ոք չի անցնում այստեղ հայերենը չեմ էլ նշի, ռուսերեն ու անգլերեն խոսացողները շատ քիչ են ու շատ վատավորակ է, այնպես որ գալիս եք այստեղ միայն ձեր անգամ ձեր ամենալավ անգլերենով շատ բարդ կլինի այստեղ կողմնորոշվելը ու քանի որ այստեղ մշակույթը լիովին տարբերվում է, այստեղ անգամ մարմնի լեզուն են ժեստերով են ամեն ինչը որ բացատրում եք, անգամ այդ է տարբերվում ու անգամ այդ բացատրություններով, ժեստերով բացատրությունները կարող են դժվար լինել հասկանալու, թե ձեզ հասկանալու համար, թե դուք ուրիշներին հասկանալու համար։ Դա մեկ, երկրորդը սնունդը, ժողովուրդ, սնունդը ընդհանրապես տարբերվում է։ Սննդի մեջ կողմնորոշվելը շատ բարդ է, մանավանդ են առաջի ժամանակները։ Այն որ մենք եթե մեր ալիքին հետևում եք իհարկե, մենք սնունդը միշտ գովում ենք, մեր ընտանիքը այստեղ արդեն քանի տարի է Չինաստանում է, ու մենք հասցրել ենք սովորել, հետո մեր սեփական, երեխեք եկեք լավ շշուտ, մեր սեփական, անձնական ճաշակի հարցն էլ է, չէ, դա ճաշակի հարց էլ է, ու այն որ մենք գովում ենք մեզ դուր գալի չի նշանակում, որ ձեզ էլ անպայման դուր կգա, ձեր ճաշակը լինի, թե ընդհանրապես մարդկա ինչ-որ ենթագիտակցական մակարդակի վրա չի ընդունում խորհուրդը, դրա համար կարող է չընդունեք, ինչ ասեմ։ Ես օրինակ առաջի անգամ երբ որ եկել եմ այստեղ Չինաստան, երևի ամիս, 2 ամիս եմ Մակդոնալդսից ու Բուրգեր Քինգից այնքան չէի եթում, չէի կարող սնունդ գտնել, դա էլ մի բան չի։ Դե հետո ժամանակի ընթացքում սովորել եմ, թե սնունդին սովորելը, թե սնունդ ընդհանրապես կարողանալ պատվիրելը, դա էլ է դժվար, դա էլ է բարդ։ Դա երկրորդը։ Եվ երրորդը իհարկե ուրիշ միջավայրում, ուրիշ մշակույթի մարդկանց մեջ էլ ոչ բոլորը կարան ընտելանալ, ոչ բոլորը կարան ընդունեն ուրիշի մշակույթը, իսկ դուք ձեր մշակույթով գաք այստեղ չեք կարա ձեր մշակույթը տարածեք, այնպես որ դա էլ հաշվի առեք։ Միջև առաջի հարցին անցնելը, եկեք ձեզ բացատրեմ Չինաստանի էմիգրացիոն քաղաքականությունը։
Չինաստանը ընդհանրապես շատ խելացի քաղաքականություն է վարում դրա հետ կապված։ Մեծապես երևի տարբերում է աշխարհի բոլոր պետությունների քաղաքականությունից։ Չինաստանը դեր համար ոչ Եվրոպա է, ոչ Ռուսաստանն է, ոչ էլ ԱՄՆ-ն է։ Ուրեմն Չինաստան գալը միաժամանակ շատ հեշտ է ու միաժամանակ շատ դժվար է։ Դժվար է գալ ու մնալը։ Քանի որ Չինաստանը կարա տուրիստերին հեշտությամբ տողնի ներս գան, պատտվեն նայեն, ծանոթանան, տեսնեն, գնան տուրիստական վայրերը այցելեն։ Եթե Հայաստանի քաղաքացի եք առանց վիզայի անգամ կարա գաք մտնեք, 3 ամիս մնաք, ճամփորդեք, նայեք, ուսումնասիրեք եւ այլն։ Բայց եթե դուք ուզում եք գալ Չինաստան ու գումար աշխատել, ուզում եք գաք աշխատեք, կամ ուզում եք գաք բիզնես վարեք, այդտեն օրենքները տարբերվում են։ Իսկ ընդհանրապես Չինաստանը մի քիչ ոնց ասեմ, որ հասկանաք, այստեղ համակարգը լրիվ տարբեր է, էլի, այստեղ հնարավոր չի գալ ուղղակի աննստել, բախկվել, ասենք որ այդ պահերը անցնեն, մարդիկ կմոռանան ոնց հաստատություն եք, թե այստեղ հնարավոր չի։ Չինաստանում եք ամեն ինչը մտածված է։ Այստեղ հիմա կոնկրետ եթե ձեզ ասեմ օրինակի համար, հիմա երևի առնվազն մի 20 հատ վեսախցիկ ինձ նկարանա տարբեր կետերից, չգիտեմ որտեղից։ Ու այդ համակարգը ունի երեսների ճանաչման շատ ուժեղ AI, արհեստական բանականություն։ Ու այնպես որ ես եթե հանկարծ ինչ-որ մի չնչին օրենք խախտեմ, ես անպայման դրա մասին տեղյակ կլինեմ ու իմ հարցերը շատ արագ կլուծեմ։ Եթե ուզում եք գաք այստեղ երկար մնաք, բնակվեք, տարիներով նկատի ունեմ, աշխատեք, ապա արդեն լրիվ ուրիշ պատմություն է։ Դուք պետք է վիզա ստանաք եւ այլն, փաստաթղթերը այդ ամեն ինչը պետք է դրա մեջով անցնեք։ Հիմա ինչի է բարդ։ Ու եթե հանկարծ ես ինչ-որ մի բան խախտած լինեմ, ինձ մի անգամից այդ կամերաները կճանաչեն, կգան ինձ կկանգնացնեն ու եթե խախտում ունենամ, խախտման համար կպատասխանեմ կամ ինչ-որ տուգանք կմուծեմ կամ ինչ-որ ավելի խիստ պատժի կենթարկվեմ կամ էլ ընդհանրապես դեպորտ կալվեմ հետ Հայաստան առանց Չինաստան հետ գալու ու 5-ից 10 տարի կարան ընդհանրապես ծմահ դնեմ, որ դու չես կարա Չինաստան հետ գաս։ Տենց բաներ էլ կա։ Հիմա փաստաթղթերի մասով, եթե ուզում եք գաք այստեղ աշխատել, պետք է ունենաք առնվազն բակալավրոսի դիպլոմ, բակալավր ավարտած լինեք, այդ մակարդակի դիպլոմ ունենաք։ Եթե դիպլոմը չունեք, ձեր շանսերը շատ քիչ են։ Եթե դիպլոմը ունեք, ուրեմն այն մասնագիտությունները, որոնք այստեղ պահանջված են։ Ինչ շատ եք հարցեր գրում, էլի, ու շատ հարցերի մեծ մասը, էլ ասենք այն մասնագիտություններն եք նշում, որոնք Չինաստանում կա, տաններ տանեմ, այստեղ միլիարդ ու կես ժողովուրդ կա։ Դες թվում է այստեղ այդ մասնագիտությունները չկան։ Կա, այստեղ ամեն ինչ բավականին հերիքում է։ Այստեղ գալու համար ձեզ ունիկալ յուրահատուկ ինչ-որ մասնագիտություն է պետք կամ հմտություն է պետք, որը այստեղ Չինաստանում չկա։ Դրանք են ձեր արտաքինը, եվրոպական արտաքինը, մեկ, դետի բոլորը դնում։ Հասարակ մասնագիտությունները, որոնք մեծ մասսայականություն են վայելում, այդ մասնագիտություններով չեք կարող գալ։ Այստեղ միակ մասնագիտությունը ամենապահանջված Չինաստանը, եթե արտասահմանցի եք տեսնում, արտասահմանցիների մեծ մասը, գրեթե երևի 90%-ը այստեղ դասավանդում են անգլերեն։ Այդ է հիմնական այն նիշան, որով մարդիկ գալիս են, արտասահմանցիները գալիս են Չինաստան աշխատելու։ Ու այնտեղ կան իհարկե մեծ ընկերություններ, արտասահմանյան, որոնք հրավիրում են մասնագետներ արտերկրից, ունիկալ հատկություններ ունենալ, հմտություններ ունենալ, ինչ-որ ինժեներ եւ այլն, կամ հիմիկվա այս ժամանակակից IT ոլորտում կարող եք ընդունվել ինչ-որ արտասահմանյան ընկերություն աշխատեք, բայց մնացած հասարակ մասնագիտություններով չէ, այստեղ շատ կան, չինացիները շատ կան, անգամ արտասահմանյան ընկերությունները իրանց ավելի հեշտ է իհարկե չինացի բարձեն, քան ասենք արտասահմանցի բերեն, այդ բերելու ծախսերը հոգան, մի հատ էլ բարձր աշխատավարձ վճարեն, քանի որ արտասահմանցի են բերել աշխատացնում։ Դրանք նշեցի, մեկ էլ արտիստները, եթե ինչ-որ լավ հմտություններ ունեք երգելու կամ ասենք դերասանական, անգամ սպորտի, եթե լավ սպորտսմեն եք ուզում եք մարզիչ աշխատեք, դա էլ է հնարավոր, ժողովուրդ։ Եթե մարշական լավ ինչ-որ ֆոն ունեք, բեքգրաունդ էլ, այդ հիմքերը ունեք, ասենք դիպլոմ եւ այլն, կարող եք գաք այստեղ մարզիչ աշխատեք, կոնկրետ սպորտաձևերի ամենատարածված սպորտաձևը, այստեղ ամենասիրված սպորտաձևը բասկետբոլն է, եթե բասկետբոլի հետ կապ ունեք, ու մեկ էլ դրա հետ մեկտեղ պետք է լավ անգլերենի իմացություն լինի, դա պայմանը։ Չինարեն իմանալ պետք չի։ Ընդհանրապես այստեղ գալ աշխատելու համար չինարեն իմանալը ձեզ ոչ մի պլյուս չի տալի, դա չի աշխատում։
Կարակ չինարեն իմանա գաք այստեղ բիզնես անեք իրանց հետ, դա հա, բայց եթե չինարեն գիտեք ուզում եք գաք այստեղ աշխատել, իմաստ չունի։ Ձեզ չի օգնի ոչ մի ձև ձեր չինարենի գիտելիքները։ Եվ երրորդ տարբերակը ասեմ, ամենահեշտ ու միաժամանակ ամենադժվար տարբերակը դա ամուսնանալն է չինացու հետ։ Անկամ այդ դեպքում ժողովուրդ, եթե ձեր ամուսինն է կամ չգիտեմ կինը չինացի լինի տեղի գրանցումով, Չինաստանի գրանցումով, դա ձեզ իրավունք չի տալի Չինաստանի քաղաքացիություն վերցնել, դուք կարող եք ուղղակի այդ հիմքով ամեն տարի ձեր կեցության թույլտվությունը երկարացնեք։ Մի տարով երկարացրեք։ Անգամ աշխատողներն են այդպես։ Ես էլ եմ օրինակ ամեն տարի կոնկրետ ժամանակս լրանում է պետքա գնամ այդ ամեն ինչը թարմացնեմ։ Հիմա ձեզ պատմեմ գործ գտնելը։ Աշխատանք գտնելու համար ժողովուրդ, ես ունեմ փոքր կաշ տեսանյութեր, որտեղ կայքերը նշել եմ, այդ տեսանյութերը այստեղ կամրացնեմ միտեղ։ Տեսանյութը միջև վերջ նայեք, հետո կգաք դրան կլիկ կանեք, այդ հասցեները կգրեք։ Այդ հասցեներով, այդ վեբ կայքերով կարող եք ձեզ աշխատանք փնտրել այստեղ Չինաստանում։ Եթե ինչ-որ մեկին գտնեք, այստեղ ուրիշ ձևի աշխատում։ Ժողովուրդ, եթե հենց որոշել եք այստեղ գալ, սկսում եք աշխատանք փնտրել, պատրաստ եղեք, որ այդ աշխատանքը հենց մեկը ձեզ արձագանքեց, կարող ընդհանրապես օրերի ընթացքում այստեղ գաք, որտեղ շուտ է արվում։ Ձեզ կնկատեն, ձեզ կգրեն, այդ նույն օրը կարող է հենց հարցազրույց նշանակեն, այստեղ շուտ են աշխատում։ Նենց որ չմտածեք, ես դնեմ, մի քանի օր չնայեմ, հետո վերադառնամ, թուգեմ մեյլս նամակ կա թե չէ, չէ, դրեցիք ուշադիր եղեք։ Հիմա աշխատանք գտակ, ձեզ արձագանքեցին, հարցազրույց արեցին, ամեն ինչ լավ է։ Ինչ եք անում, փաստաթղթեր եք պատրաստում, իրանք ձեզ իհարկե կասեն ինչ փաստաթղթեր են, բայց ես ձեզ կարամ հիմա օգնեմ։ 不是，他家可以玩的。对，就是像一宠它。 Խաղալու համար է, բանի համար չի։这个就是花枝鼠。 Հասկերանք, հիմա շարունակեմ պատմությունս։ Ինչ փաստաթղթեր են պետք։ Եթե ամուսնացած եք, ձեր ամուսնության վկայական, եթե ամուսինը պետք է ձեր հետ գա իհարկե, ամուսինը կամ կինը, ձեր ամուսնության վկայականը թարգմանած չինարեն։ Եթե երեխա ունեք, ձեր երեխաներին եք ձեր հետ բերելու։ Ձեր երեխաների ծննդականները նորից թարգմանված ու հաստատված, առաջ հաստատում էին։ Պետքա Չինաստանի դեսպանատունը այդ ամեն ինչը հաստատեր իր մոտ, այդ ամեն ինչը այդտեղ Հայաստանում կանեք։ Ձեր անձնագիրը, ձեր դիպլոմը եւ ձեր աշխատանքային փորձը, ինչ որ ձևի պետքա ցույց տաք։ Հիմա ինչ վերաբերվում է ձեր համագործակցությանը գործատուի հետ։ Գործատուն այստեղ այդ թղթերը երբ որ ուղարկեք իրան, ինքը այստեղ ամեն ինչ կանե, այստեղ նկատի ունեմ այստեղ Չինաստանում։ Ինքը այդ ամեն ինչը կկազմակերպի, այստեղ գործողությունը կարող է մի ամիս տևի։ Այստեղ Չինաստանում ինքը թույլտվություն կստանա ձեր համար, ու երբ որ այդ թույլտվությունը կստանա, կուղարկի ձեզ, ու դուք այդ թույլտվությամբ ու մնացած ինչ անհրաժեշտ փաստաթուղթ կա, այդ ամեն ինչը հավաքում եք ու գնում եք Հայաստանում Չինաստանի դեսպանատուն։ Մտակ դեսպանատունը այդ ամեն ինչը հանձնեցիք, բլանկ եք լրացնում, այնտեղ պետք է լրացնեք անգլերեն։ Այդ ամեն ինչը ավարտեցիք, սպասում եք մեկ շաբաթ, ձեր անձնագիրը գալիս է, կամ խփում են, կամ չեն խփում։ Եթե ամեն ինչ նորմալ է, փաստաթղթերը նորմալ են, հրավերը նորմալ է, իհարկե կխփեն, այտենց խնդիր չկա չխփելու։ Դուք ստանում եք Z վիզա։ Z-ն աշխատանքային վիզան է։ Իր ժամկետը 3 ամիս է, ձեզ ասեմ։ 3 ամիս տևում է, որ դուք այդ 3 ամսվա մեջ կարող գաք Չինաստան։ Հետո երբ գալիս եք Չինաստան, արդեն Չինաստանում մուտք գործելուց հետո 1 ամիս ունեք։ Այդ 1 ամսվա ընթացքում պետք է գնաք դիմեք միգրացիոն կա, այնտեղ ձեզ կտան աշխատանքային թույլտվություն, այնտեղ ձեզ կտան կեցության թույլտվություն, այդ արդեն ձեզ գործատուն կօգնի կանեք։ 1 տարի հետո այդ գործընթացը նորից կրկնվում է, էլի ամեն տարի պետք է կոնկրետ ժամկետին պետք է գնաք այդ ամեն ինչը երկարացնեք, թե կեցության թույլտվությունը, թե աշխատանքային թույլտվությունը, դե աշխատանքայինը ձեր գործատուն կանեն, մնացածը մեծ։ Եթե մնաք մինչև տեսանյութի վերջում ես հղումը կտամ մի ավրիկաշ տեսանյութի, որտեղ այդ ամեն ինչը ասել եմ ու այդ կայքերը կան, որտեղ կարող աշխատանք գտնել։ Ձեզ կարևորը գործը գտնել, գործատուի հետ կապնվել, աշխատավարձի մասին խոսալ եւ գա։ Իսկ ամուսնության տարբերակը ժողովուրդ, ինքը հեշտ է իհարկե, եթե ամուսնանաք, միանգամից ավտոմատ կարող գաք դիմեք ու ստեղ ստանաք այդ կեցության թույլտվությունը 1 տարով, հետո ամեն տարի կարող երկարացնեք, էլի առանց խնդիր, բայց դժվարությունը մշակութային տարբերությունների դեպքում իրար հետ լեզու գտնելն է, հետ էլ արդեն
ձեզանից է կախված, ուզում եք, չեք ուզում, կարակ, չեք կարա, այդ արդեն ձեր գործն է, դա կատակ ընդունեք որպես, բայց մի տարբերակ էլ կա, եթե դուք այստեղ ներդրում եք կատարում, բիզնես եք բացում, բիզնես բացելը իհարկե իր նյուանսները ունի, այդ արդեն պետք է իմանաք, որտեղ որպես արտասահմանցի կարծեմ իրավունք չունեք, պետք է համագործակցեք տեղացիների հետ։ Այդ մեկը արդեն մեր կողմը չի։ Այդ մեկը կոնկրետ Գուանդոն նահանգում այնտեղ հնարավորություններ կան, Գուանջո, Ֆոշան, Շենժեն այդ քաղաքներում է, էլի։ Մեր կողմերը չկա այդ հնարավորությունը։ Այնտեղ մի քիչ ուրիշ թույլտվություններ կան։ Դրա համար այն կողմերը եթե ուսումնասիրեք, այնտեղ կարաք բիզնես բացեք։ Հիմա ինչ վերաբերվում է իմ աշխատանքի։ Morning. Փոխվենք, ունիֆորման հագնենք եւ անցնենք գործի։ Ձեզ ասեմ Ժորժ, արդեն 20 քանի տարի է, ես ունեմ դասաբանման փորձ, ես ուսուցիչ եմ, ես ավարտել եմ Բրյուսովի անվան լեզվաբանական համալսարանը որպես կուրսերենի եւ անգլերենի մասնագետ։ Այսօր Կիրակի օրով առավոտը առաջի հերթին մի հատ դեմո եմ անում, դեմոն գիտեք ինչ է, դեմոնստրատիվ դաս է։ Նոր երեխաներին բերում է, այդ փորձնական փոքր կես ժամանոց դաս ենք անում, որ ծնողները պատկերացում կազմեն, ինչ ծառայություններ ենք մատուցում ինչ որակով։ Ու հետո արդեն մարքեթինգի բաժինը համոզում է, որ փողերը մուծեն։ Ու փողերը մուծում են արդեն այդ երեխան դառնում է մեր աշակերտը։ Երբ որ քանակը հավաքվում, ու մինչև 12 երեխա, արդեն սկսում ենք նորմալ ռեգուլյար դասերը։ You have 1 minute. The kids need to mirror their parents. Wow, what a great mirroring! The parents need to copy the kids. Kids to be maximum active. Ժամանակին դերասանն եմ եղել, թատրոնում եմ ելույթ ունեցել, թե մեր համալսարանի, թե ընդհանրապես բեմում մի քանի անգամ փորձ ունեմ, այնպես որ ինձ այստեղ գործ գտնելը շատ ավելի հեշտ է։ Ու քանի որ ունեմ մագիստրոսի կոչում, ունեմ դերասանական փորձ, ունեմ 24 տարվա արդեն դասավանդման փորձ, ինձ այստեղ գործ գտնելը հնարավոր է։ Դրա համար բոլոր այդ խստությունները անցել եմ ու այսօրվա դրությամբ ես ժողովուրդ այստեղ 10 եմ տալի ու աշխատում եմ ամենափոքրերի հետ։ Դասավանդում եմ անգլերեն իհարկե, դե այստեղ անգլերեն է պետք։ Պիտի ասեմ, թե ինչու իմ հմտությունները, իմ ամեն ինչը ես Հայաստանում չեմ ռեալիզացրել, այլ եկել եմ այստեղ Չինաստանում։ Դե երևի դուք ինքներդ կաշխատանոթ եք մեր հայկական պայմաններին, թե որպես սաղամատուսուցիչ երեխաներին, թե աշխատավարձին եւ թե աշխատանքային ժամերին ժողովուրդ։ Ես ընտանիքս եմ գնահատում, ես ուզում եմ ավելի կյանքս հետաքրքիր անցկացնեմ, չնայած իմ պապը Հայաստանի հետ երբեք չի կորում ու երբեք չի էլ կորի, որովհետև ես ինձ չեմ համարում Չինաստան մնացող ազնվորություն, իմ պլանները, ապագայի պլանները բոլորը կապված են Հայաստան վերադառնալու հետ։ Այդ ամեն ինչը մի կողմ, ես իմ աշխատանքը շատ եմ սիրում ու այն պոտենցիալը, որ ես ունեի ու ես կարայի ռեալիզացնել իմ աշխատանքի մեջ, ես ավելի հեշտությամբ կարող եմ անել այստեղ։ Եթե ուզում եք իմանալ, ես կարող եմ ասեմ, որ ես Հայաստանում եմ այդ հնարավորությունը ունեցել, կյանցը 5 տարի ուսուցիչ աշխատել եմ, նույնը չի ժողովուրդ ջան, այնպես որ այստեղ իմ աշխատավարձն ավելի շատ, թե իմ աշխատանքային ժամերն են շատ ավելի քիչ, թե իմ ստեղծագործական ազատությունն է շատ ավելի մեծ, շատ անչափ ավելի ամենատենի չի։ Դրա համար այստեղ ես ինձ ավելի լավ եմ զգում իմ աշխատանքը կատարեմ, աշխատանքը շատ եմ սիրում ու ինքներդ կարող եք տեսնել, ես մի քանի տեսանյութ դնեմ, տեսեք աշխատանքս ինչպես է անցնում։ Ես էլ ասեմ, պատասխանում եմ, որտեղ ես հարցը շատ եմ ստանում։ Չնայած տեսանյութերից մեջ շատ եմ, ես ինչ-որ գաղտնի չեմ պահել, տեսանյութերից մեջ շատերի մեջ այդ ամեն ինչը կա, ցուցադրել եմ, տեսել եք, որ գնում եմ այն նախին աշխատանքից դեռ եմ գնում եւ այլն, բայց մարդիկ էլի հարցնում են, այնպես որ թող էս տեսանյութը այդ բոլոր տեղյակ չի, բոլոր այդ մարդիկ թող իմանան։ Ես այստեղ աշխատում եմ երեխաների հետ, դասավանդում եմ անգլերեն,
Այդքան բան։ Դեմոն վերջացավ, որ շատ էներգիա կլանող գործողություն է։ Չունեմ դառը, էներգիան կլանում է նամանավանդ, երբ այդ սենյակի օթորակիչը լավ չի աշխատում։ Այ խայտարակություն։ Լավ, հաջորդը դասերն են։ Hey. 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 La 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 la. Ay, sorina. Hey. How are you? Magic trick? Wait, magic trick? Այսօրինա Կեսօրը բացվեց, սուրճը տակա Գնում եմ գործի, սիրտս խաղաղա Իմ միտքը գիտի, ինչ պիտի անի Ամեն մի օրը երկի պես անցնի Ձանր չի թվում, հեշտ է ինձ համար Սա իմ ճանապարհն է, իմ սիրած աշխարհը Ծիծաղով անում եմ առանց մեծ խոսքի Իմ գործը ինձ ուժ է տալիս միշտ Հա, լավ է, քեֆ է Գործս շատ եմ սիրում Բայց ամենակարևոր ընտանիքս է Ժամանակս իրենց եմ նվիրում Ժամանակս իրենց եմ նվիրում Մարդիկ են գալիս, մարդիկ են գնում Ես իմ գործով լավ բան եմ թողնում Թողնել կարևոր է հացել պիտի լինի Բայց տուն եմ շտապում ուր լույսը վարվի Երեխու ծիծաղը կանչում է հեռվից Կնոջ աչքերի մեջ տունս եմ տեսնում աշխատ Ժորժ ջան, այսքանով երևի կավարտեմ այսօրվա տեսանյութը։ Երևի չէ, հաստատ կավարտեմ։ Հետևեք ալիքին, անպայման ձեր աջակցությունը ցույց տվեք, խնդրում եմ, որ այս ալիքը կարանա առաջ գնա։ Ձեր լայքը անպայման դրեք, ձեր մեկնաբանությունը գրեք, Ժորժ ջան, բոլորը կարծում եմ հետաքրքիր է ու հետևեք ալիքին։ Ձեզ լավ օր։ Hey, գործը գալիս է գնում է Օրը գալիս է գնում է Իսկ